Մի մոռացեք, որ երկրաշարժից հետո ռուսները երբ որ կառուցում էին անի թաղամասը, ասում են 1 տարի, 6 ամիս ժամանակ տվեք, աղետի կոդու անինը կվերանա։ Էլան բարձրաձայնեցին, ասեցին, ՀՀՇ-ն ասում էր, մենք մեր ցերկով մեր քաղաքը, մեր երկիրը պիտի կառուցենք։ Ռուսների հետևից ընկան, ռուսներին այստեղից քշեցին, այդպես ասեմ։ Ու 37 տարի իրենք են պահել մեզ տնակների մեջ, 37 տարի։ Դուք պատկերացրեք։ Եվ Արցախի ղեկավարների հետ, այստեղի ղեկավարները, նախկինների հետ միասին բոլորը բարձրաձայնում եմ ես, հերիք է պահենք, վախենանք, բարձրաձայնում եմ։ Իրենք են բերել սրան, նախկիններն են բերել, մեկը մյուսի հետ շաղկապված իրար հետ են միասին եւ ինչ որ կատարում են, խապում են ժողովրդին, բոլորիս խապում են եւ այսօր էլ ուզում են ռուսներին այստեղից անել, թուրքերին բերել լցել Հայաստան։ Սա գիտեցեք։ Եվ սրանից հետո այսքան բանը կատարածների անոնը ինչ կարելի ասել, եթե ոչ դավաճանություն։ Եթե ոչ դավաճանություն, ուրիշ ինչ կարող ենք ասել։ Իսկ մարդիկ էլ կան, որ եկել են իրենց պաշտոն տալու համար, իրենց ասենք այդ պաշտոնի համար ծախում են ճշմարտությունը, սրբությունը, մաքրությունը ու ասում են այդպես չկա։ Բա ինչ կա, հələ ցույց տվեք, ձեր ասածը որն է, որ մենք հասկանանք։ Ինչ դրտել է միայն դա, որ երկիրը տանում են կործանման։ Սիրիան տեսնում եք ինչ վիճակի մեջ է։ Տեսեք Սիրիայում ինչ են կատարում։ Նույնը կատարվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Սա հիշեք, Հայաստանը պան-թուրքիզմի կողորտին կանգնած է։ Այսինքն մշտական իշքան իրենց մոտ պրեզիդենտներ փոխվի, բայց Թուրքիի ծրագիրը չի փոխվի։ Միջին Ասիայով մինչև Յակուտիա պետք է թուրքական մեծ ուրեմն երկիր լինի։ Իրանց ծրագիրն է։ Իսկ Հայաստանը այդտեղ խոչընդոտում է։ Դրա համար ամեն ինչ անում են, որ Հայաստանը դարձնեն թուրքական վիլայետ։ Սա վարչապետի մագարտակի ելույթ ունեցա։ Հիմա քաղաքային մագարտակով ասեմ։ Ուրեմն քաղաքապահով Իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան։ Բոլոր քաղաքապետերը միասին 7500-ից ավել չի անցնում իրենց կառուցած բնակարանների թիվը։ Երբ որ դուրս եկա 500 բնակարանի գումարները հանձնեցի նախկիններին։ Տեղերը, ֆունդամենտները գծած, հիմքերը գծած, այն օրը մուշում էի։ Ինձանից հետո 500 բնակարան պիտի կառուցեին, ոչ մի բան չեն կառուցել։ Ինձանից հետո մի շենք, մի բնակարան այս քաղաքում չի կառուցվել։ Տարբերությունների մասին եմ ասում, որ ասում եմ 17000։ Այստեղ մի հատ ջահել կա։ Չեմ ուզում դրան բան ասել, հələ այս բաներ, ինչ որ մեկը կա։ Հələ չի էլ եկել, չգիտեմ, պլաստիկա են ծախում, ինչ էին տանում, մեկից տարել են, ես չգիտեմ ինչ։ Ինձ ասում է դե քաղաքապետը տեխնազուն կամ քաղաքապետը ասել է դե կառավարության վզից կբռնեմ։ Ես վզից չեմ բռնում, ես ասում եմ կողորտից ենք բռնելու, որովհետև պահանջատիրական խոսքը կողորտից բռնելն է։ Դրա համար Քոչարյան Ռոբերտը, երբ որ այստեղ էս վերջի անգամ ելույթ էր ունենում, ասում էր ձեր քաղաքապետը այստեղ էր բծրել, բռնել էր այստեղից ու ասում էր քաղաքի հարցերը լուծեք։ Եվ այնքան պահանջատիրական էր ձեր քաղաքապետը Վարդան Ղուկասյանը, որ այն ժամանակ բոլոր քաղաքապետերն ու գյուղապետերն ու մարզպետները այդքան չէին պահանջում, ոնց որ Գյումրու քաղաքապետը։ Այո, եթե ես դառնում եմ քաղաքապետ, ես պահանջելու եմ իրենցից, որ կառավարություն ուզում է լինի։ Այն ժամանակ եթե Քոչարյանից եմ պահանջել, તો Սերժից եմ պահանջել, Մյուցից եմ պահանջել, ես բոլորից կարող եմ պահանջել, որովհետև ես այդքան համարձակություն ունեմ ու այդքան աբրած ունեմ, որ կարող եմ ասել, մեր քաղաքը այս վիճակի մեջ է։ Սա Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է։ Եվ այնպես էի պահում ինձ, որ ասում էին հայրաքաղաք։ Այո, ոչ թե համայնքապետարան։ Գյուզանական քաղաքը համայնք եք սարքել, մարդու ծիծաղներ է գալիս։ Հակավորական պալատները սարքեցի, եկե մեջը նստել եք, հլի միած նայեք ոնց ենք սարքեմ։ Ոնց ենք այդքան բանները ամբողջ դարի կառույց եմ սարքել, դարի։ Իսկ ամենափրկիչ եկեղեցին դա զարդն է ամբողջ Կովկասի, ոնց ենք սարքել։ Աստծո ողորմածությամբ, Աստծո օգնությամբ։ Ես մի հասարակ բան եմ ասում։ Կոնկրետ որ եկա, ուրեմն ավելացնելու ենք քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձ 50% եւ ավելին, նայեք ասում եմ, եւ ավելին։ Տեղը գիտեմ, ոնց ենք ավելացնելու, սպորտի, կրթության, մշակույթի ոլորտի աշխատողների, քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատողների աշխատավարձը
բոլորը բարձրացնելու եմ 50%-ով։ Հիմա ինձ կասեմ որտեղից։ Ես կասեմ որտեղից։ Երկրաշարժից հետո ուրեմն բայ ղեկավարները, ես խնդրում եմ լսեք, բայ ղեկավարները չէին տալիս հող հատկացում, որ քաղաքի հատվածում շենք շինություն կառուցեին, քաղաքում շենք շինություն կառուցեին, կենցաղ սպասարկման օբյեկտներ եւ բնակարաններ, ընդཐུպ մենք էինք ուզում, չէին տալիս։ Ուրեմն ամբողջ մեր Գյումրի լենինագանցիները կառուցեցին Ախուրյանում, Կուլակաբանում, օտանավակայանի հատվածներում, ողքի գյուղերում ամբողջությամբ հարուստ Լենինագանը, որ Հայաստանի ամենահարուստ քաղաքն էր, այն ժամանակում ցերկը գումար էր մնացել, մարդիկ գնացին այդ գումարները լցրեցին դաշտերի մեջ, ու այսօր ոչ գյուղացին, ոչ քաղաքացի չգիտեն թե ինչ արեցին։ Իմ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը իրար հետ, բացի Երևանից, այդքան մասնավորը անհատը ձեզի պես շինարարություն չի արել, ոնց որ իմ օրոք։ Այդ ժամանակվա նախագահն ասում էր, դե այս գյումրեցիները հարստացել են, ես ասում էի հախեր չեմ վերցնում, չեմ խեղդում մարդկանց, չեմ տանում բերում արագ կարգով ասում եմ էսկիզը տվեք թող կառուցեն, էսկիզը տվեք թող կառուցեն։ Այս գործարանը որ կա 4000 դեիշկան քառակուսի մետր հող եմ տվել, այ Կոմցյանը հետևել լսում է հավանական է, չգիտեմ որ կողմն է կանգնած։ Եվ ինչ կան, ինչ հանցով մտել է արագ կարգով արել եմ։ Հələ թողսեմ միակ կոկա-կոլա անձի մագարիչերել է կամ որևիցե մեկ է այս քաղաքում։ Հասկանում եք։ Ուրեմն մյուս ասեմ, հասարակ մի բան եմ ասում, լսեք, հասարակ մի բան եմ ասում։ Հրաբարակ չես կարող մտնել։ Այսօրվա մեր կենտրոնական հրաբարակը չես կարող մտնել, որովհետև մեքենաներն այնքան են շատացել, որ երթևեկությունը խաթարում են։ Պատկերացրեք, 4 մուտք կա հրաբարակում, 4 մուտք։ 4 մուտքում ուրեմն սրանք կարող են արագ կարգով անցումներ սարքել։ Տալ անհատներին, ասենք տալիս եմ քեզ, դուք ու կոմարներով սարքի, քեզ էլ սեպագանաչներում տալիս են քեզ։ Եվ այդ մարդիկ այդտեղ խանութներ կբանան, սրճարաններ կբանան, աշխատատեղեր կլինի ու երթևեկությունը շատ նորմալ կանցկացվի։ Քաղաքապետի ուղղակի, որ գյումրեցիք ասում է ծո գլուխդ վեր հանե Աշեմ քտիցագունից, քտիցագով քաղաքապետ է պետք, ժողովուրդ ջան, այդքան բան։ Երկնքից արեկան չենք իջես ունելու։ Բացի այդ ամեն ինչից, հասարակ բան եմ ասում։